Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը վերջին 4 տարում անկեղծ բարեկամություն եւ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ են հաստատել։ Թուրք դիվանագետն է ասում, շնորհավորելով Ռուբեն Ռուբինյանին ՔՊ վարչության կողմից նոր գումարման ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվելու առթիվ։ Ներգրավված եք հայ-թուրքական բանակցություններում, հնարավոր է ինչ-որ բան այստեղ փոխվի, թե մեկը մեկին չի խանգարի։ Չգիտեմ, չեմ մտածել։ Երևան-Անկարա հարցերը պարզելու հերթական 4-րդ փորձը 2022-ի հունվարից ընթացքի մեջ է։ Առաջին անգամ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն ու թուրք դիվանագետ Քլեչը հանդիպել են 4 տարի առաջ Մոսկվայում, հետո նաև Անտալիայում, Երևանում, հենց հայ-թուրքական սահմանին, որի դռներն այդպես էլ չեն բացում բանակցությունները, չնայած պայմանավորվածություններին։ Ավելին, թեպետ Երևանը գործընթացի մեկնարկից ի վեր այս հարցում իր անվերապահ պատրաստակամությունը հայտնել է եւ փորձագետ վերլուծաբանների համար հստակ է, որ թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Մարգարա Ալիջան սահմանային անցակետն այդպես էլ պինդ կողպված մնաց թուրքական կողմի պատճառով, հիշենք, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ուղերձում պաշտոնական Անկարան հայտնել էր, թե Հայաստանից կսպասեն առավել համարձակ քայլերի, փորձ տպավորություն ստեղծելու, թե Երևանն է գործընթացը փակուղի տարել։ Սա մասնագետների գնահատմամբ։ Իրենց համար դա ձախողված փորձ չէ, որովհետև իրենք փուլային ստացել են այն ինչ որ ուզում են։ Տեսեք, մենք հանձնեցինք Արցախը խոսակցությունների ներքո, որ հեսա կբացի սահմանը գոնե երրորդ երկրների քաղաքացիների համար եւ այլն։ Մենք հանձնել ենք Արցախ, իրենք մեզ ոչինչ դրա դիմաց չեն տվել։ Իրենց համար դա ձախողված փորձ չէ։ Իրանք չեն ուզում մեր այդ սահմանը բացեն։ Իրենք մի հատ պատրանք են ստեղծել, որ դա մեզ է պետք սահման ու այն ինչ որ մեզ պետք է իրանց անցալմամբ իրանք փորձում են մեզ վրա վաճառել։ Հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեկնարկից ի վեր Թուրքիան մինչև օրս շարունակում է իր նախապայմանները Հայաստանին թելադրել, համոզված են փորձագետները։ Մասնագետներն ասում են, որ եթե մինչև վերջերս հայ-թուրքական հարցերը պարզելու գլխավոր խոչընդոտը ցեղասպանության հարցն էր, ապա այժմ այստեղ առաջնային խնդիրներն այլ են։ Հիմա ցեղասպանության խնդիրը դա ոնց որ այսպես երկրորդական, երրորդական կարգի խնդիր է։ Ուրիշ խնդիրներ կան, այսինքն իրենք գլոբալ քաղաքականությունը երբ որ բնութագրում են, հենց դրա մասն է խոսքը, որ իրենք շարունակում են նախապայմանների քաղաքականությունը, թե ինչ նախապայման է, դա հարցի մյուս կողմն է։ Իսկ փորձագիտական գնահատականներ կան, թե ինչ նախապայմաններ են հնարավոր դրանք։ Չէ, չկան այդպես հստակ։ Հիմնականում նախկին բաների մասին է քննարկումները, բայց որ հստակ հիմա ես ասենք առաջին էս են ասում, երկրորդ էս տենց չկա, կարող ենք ընդհանրապես ենթադրել։ Իրանք այս քայլերն են սպասում, գործողություններ Թուրքի դեմ, գործողություններ ցեղասպանության հարցով եւ Միջանցքի ի վերջո բացում։ Այնտեղ կարմիր թելով նաեւ անցնում այն գիծը, որ այս ընտրություններից հետո ստեղծվել է պատմական հնարավորություն Հայաստանը կտրել Իրանից եւ Ռուսաստանից։ Այս քայլերը եւս իրանք սպասում են։ Մարգարա Ալիջան անցակետն այսօր միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանային կետ չէ, այն նաեւ արտացոլում է տարածաշրջանային քաղաքական հաշվարկներն ու փոխհարաբերությունները։ Սահմանի բացման ժամկետներն ու պայմանները դեռևս հստակ չեն, քանի որ գործընթացի առաջընթացը շարունակում է կախված մնալ այն քաղաքական կամքից, որն այդպես էլ Թուրքիան չի դրսևորում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։